Հայաստանի Հանրապետության այն պաշտոնատար անձն եք, որ ըստ էության մեր հանրապետության ֆինանսական բոլոր միջոցները տնօրինում եք դուք։ Եվ ըստ էության հանրությունը պահանջում է, որ մեր ֆինանսների նախարարը իր հայտարարում ճշգրտությունը այնքան իդեալական լինի եւ ըստ էության այնքան ճշգրիտ տեղեկություններ իր հայտարարի մասով ասի, որ հանրության մոտ որևէ կասկած չառաջանա։ Մինչդեռ տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին, որում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ասել է այո, մեր ֆինանսների նախարար պարոն Հովհաննիսյանի հայտարարում այնպիսի կասկածելի կոռուպցիոն դրսևորումներ կա, որ պետք է հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ նախաձեռնի։ Մինչդեռ իրավապահ մարմինները այսպես ձեռքերը փռած պարոն Հովհաննիսյան ամբողջությամբ ձեզ են պաշտպանում։ Հիմա, եթե մեր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հայտարարում կոռուպցիոն ռիսկեր կան, հանրությունը ել ումից արդարություն, ճշգրտություն եւ օբյեկտիվություն պահանջի եւ այս մասով դուք ինչ ունեք պարզաբանելու հանրությանը, անգամ մամուլն է հրապարակում, անգամ հաղորդում կա եւ հիմա սպասում են վճռաբեկի պատասխանին, որ ի վերջո ֆինանսների նախարարը պատասխանատվության կկայնի այն կոռուպցիոն կասկածների մասով, որ հանրությունը եւ ըստ էության իրավապահ համակարգը ահազանգում է, մասնավորապես դատարանը։ Տեսեք, օրինակ հիմա դուք նարցեք մի հարց, որին ես արդեն պատասխանել եմ, ես հատուկ բրիֆինգ էի հրավիրել պարտքի մասին քննարկելու, սրա մասին հարց հնչել է։ Հիմա ըստ էության այն ինչ որ ես կպատասխանեմ ձեզ, դա կլինի նույն ինչ որ ես արդեն ասել եմ, որովհետև ես չեմ համարում, որ այդտեղ որևէ կոռուպցիոն ռիսկ կա, որովհետև ինչ որ մեկը կամ ինչ որ մի խումբ մարդիկ դա տենց համարում են, եթե իրոք քննություն լինի։ Պարոն Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը համարել է այո, ձեր ներկայացված հայտարարում կամ կլինի քննությունը կպարզի կիմանաք դրա մասին, կա այդտեղ կոռուպցիոն ռիսկ թե չէ։ Հիմա ես ինչ եմ ուզում պատասխանել։ Իրավապահ մարմինները ամեն ինչ անում են, որ ձեզ ըստ էության պատասխանատվությունից ազատեն։ Մինչդեռ դատական համակարգը ես տեղյակ չեմ ով ինչ է անում, ես չգիտեմ ով ինչ է անում։ Ես ընդհանրապես գիտեմ, որ դրա հետ կապված որևէ գործողություն գոյություն չունեք, որ իշխանափոխություն լինի ու այդ բոլոր այդ կոռուպցիոն ռիսկերի մասին արդեն հանրությունն իմանա։ Ախր ինչ կոռուպցիոն ռիսկ, ասեմ ինչ որ մեկը որ ինչ որ մի բան է խոսացել, հետո չի նշանակը որ դա փաստեր են ներկայացել դատարանն ասում է, փաստերը կապած ընկերության մասով, որ այո, այստեղ կոնկրետ գումարներ են հայտարարում, չկան նման բան, մտավախություն չունեք, որ հետո դուք եք հայտնում։ Իսկ երբ որ դատարանն է փաստում, որ կան կոռուպցիոն, դատարանները դատարանը փաստում է, թող քննություն լինի, ես էլ փաստերը ընդ որում ներկայացրել եմ ես հակակոռուպցիոն կոմիտեին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, բոլոր դետալները, որտեղ իրենք էլ են քննություն իրականացրել, բոլոր դետալները ներկայացրել եմ, եթե որևէ խնդիրը տեղը լինի, վստահ եմ, մենք բոլորս դրա մասին կիմանանք։ Առաջինը ես, հետո դուք։ Վճռաբեկ դատանում է գործը, վճռաբեկը ըստ ձեզ գիտեմ դրա մասին։ Ոչ։ Մտավախություն չունեք, որ մյուս պաշտոնյաների նման մի գեղեցիկ օր դուք էլ SMS կստանաք։ Ոչ։ Եթե կստանամ, կգնամ իմ գործով կզբաղվեմ։ Մտավախություն չի դա։ Ուղղակի աշխատանքի փոփոխություն է։ Իսկ քրեական պատասխանատվություն։ Ոչ։ Մտավախություն չունեք։ Ոչ։